Какие будут указания? Подготовь деньги и машину. Он знает, что мы будем следить. Он выбрал место, где мы скроемся в толпе. Там нельзя вести слежку. Слушай, я не отпущу тебя без подкрепления. Այս խորը քնած էր, ոնց արթնացար։ Շուր ես տուն ես վերադարձել։ Կորած որդին վերադարձել է։ Չի լուրջ ես ասում։ Տանտերը տանգինը բարձացրեց, ես էլ որոշեցի, որ վերադառնամ տուն։ Շատ լավ է։ Լավ, դու մի ուրախացի, հեսա շուտով դու ես գնում ես տանից։ Արա սուրուկ կամած։ Մեկա Գերմանիա գնալու ես, չէ՞։ Ես հո գիտեմ, եթե դու ուզեիր, ուրիշ տուն կտեղափոխվեիր։ Շատ ուրախ եմ, որ հետ ես եկել։ Մի տեսակ ես տունը անտեր ու անշունչ էր մնալու, դրա համար մտածեցի, որ պետք է վերադառնալ տուն։ Տուն։ Իմ սիրտն էլ է մեկ-մեկ մղկտում, որ մտածում եմ, որ պիտի գնամ։ Բայց լավ է, ես տեղ հյուր գալու առիթ կունենամ։ Կարծում ես պապան տնչուտ համակերպի խովանի միասնության հետ։ Դե հո մինչև կյանքի վերջ խռոված չի մնալու։ Պապան է, չգիտես, խռովեց։ Շնորհակալ եմ, Բրամ։ Ինչի համար, ինձ բացարձակ դժվար չէր։ Հիմա ինչ նվարդ, երբ սպասեմ պատասխանդ։ Ես այս երկու օրը քեզ կպատասխանեմ, Բրամ։ Լավ։ Թե մոտդ հարցեր առաջանան, զանգի։ Ես քեզ մաքսիմալ տեղեկություն կտամ, որ ամբողջովին պատկերացնես գործի բնույթը։ Կամ եթե հարկ լինի, նորից կգամ, խոսենք, ամեն ինչ կքննարկենք։ Լավ, կմտածեմ, կզանգեմ քեզ։ Բայց պիտի ասեմ, որ ի սկզբանե այդ գաղափարը ինձ այնքան էլ դուր չեկավ։ Ես գնահատում եմ, որ ուզում ես լավ կշռադատել եւ հետո պատասխանել։ Պիտի ասեմ, ինձ դուր է գալիս, որ զուտ տպավորության կամ էմոցիայի հիման վրա դու որոշում չես կայացնում։ Նման վերաբերմունքը գործի նկատմամբ արժանի է միայն գովասանքի։ Լավ, Բրամ, պայմանավորվեցինք ուրեմն։
Հենց մտածեմ կզանգեմ։ Շնորհակալ եմ։ Ցտեսություն։ Հաջողություն։ Նորդ, եկար։ Հա Զաքար։ Այս ինչ ես անում։ Մտածում եմ։ Ինչի մասին։ Այն գործի, որ ինձ էիր առաջարկում։ Պատկերացրու հա Նվարդ։ Մտածում եմ էլ ոնց քեզ համոզեմ, որ այդ գործը շատ ձեռնտու գործ է։ Զաքար, իսկ քո ասած այդ դեղերը ինչ դեղեր են։ Հոգեմետ դեղեր։ Հոգեմետ դեղեր։ Հա Նվարդ, ես հետաքրքրվել եմ, դրանց ծախել այնքան հեշտ կլինի։ Նվարդ։ Իսկ այդ ապրանքը Հայաստանում է, թե նոր պիտի բերի։ Հայաստանում արդեն էստեղ է։ Մնում է միայն ապրանքը առնենք ու իրացնենք, Նվարդ, մեծ շահույթներ կունենանք։ Դե։ Այս ինչ խաղեր ես խաղում, Զաքար։ Չհասկացա։ Ինչ խաղ, Նվարդ։ Նույն բառերը այսօր վռամներ ինձ ասում։ Կարող ես ինձ բացատրել, Զաքար, դու ինչ կապ ունես վռամի հետ ու ընդհանրապես այդ գործի հետ։ Հա, Զաքար, դե խոսա։ Վռամի հետ խոսացել ես, հա։ Հա։ Այսօր բաժնետերերի հետ միասին եկել էին ու ինձ հենց այդ գործն էին առաջարկում։ Հա, Զաքար։ Բացատրի։ Դե։ Ես սպասում եմ, Զաքար։ Դու որտեղից ես իմացել այդ ապրանքի մասին։ Կամ դու գիտեիր, որ վռամն էլ գիտի։ Հա։